Հունիսի 30-ին կայացավ Միքայել arczepiskopos Աջապահյանի պաշտպանական խմբի անդամների ասուլիսը։ Խմբի 4 փաստաբանները նախ մանրամասնորեն անդրադարձան Միքայել Սրբազանի կալանավորման հանգամանքներին, ապա ամբողջ գործընթացի իրավական խնդիրներին։ Փաստաբան Արա Զոհրաբյանը, որը ներկա էր եղել հունիսի 27-ին Մայրաթորում տեղի ունեցած իրադարձություններին, կրկին շեշտեց. Սրբազանն ինքնակամ է ցանկացել գնալ, սակայն ճանապարհը փակել են քահանաներն ու հավաքված ժողովուրդը, որից հետո իրավիճակը սրել են ազգային անվտանգության ծառայության դիմակավոր ծառայողները։ Քահանաների մոտ օբյեկտիվորեն վրդովմունք առաջացրեց այս վիճակը, իրենք դա վերագրեցին, որ սա իրենց դեմ ուղղված է, սա եկեղեցու դեմ ուղղված քայլ է, որովհետև դիտավորյալ հատուկ ընտրել են այն օրը, երբ որ քահանաները կան եւ Մայրաթորից բերման ենթարկելու, որպեսզի դրանով նաեւ ինչ որ առումով ջարդեն եկեղեցուն։ Միքայել Սրբազանը ինքը կրկին իր որոշումը ասեց, ես ուզում եմ գնալ, ես վախենալու բան չունեմ, ես ուզում եմ գնալ։ Իրավական հետևանքների մասին նա տեղյակ էր։ Ուղևորվեցինք դեպի իրենց մեքենան։ Դուք տեսաք, որ ժողովուրդը չթույլատրեց Միքայել Սրբազանին հեռանալ։ Եվ ստիպված Միքայել Սրբազանը նորից վերադարձավ դեպի շենք։ Ուրեմն դրանից հետո կրկին ոստիկանները եւ ԱԱԾ ծառայողները մի երկու անգամ գրոհ կազմակերպեցին, փորձեցին գրոհել։ Ժողովուրդը կրկին չթույլատրեց։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչու են Միքայել arczepiskoposին ներկայացված մեղադրանքը հիմնազուրկ համարում։ Իրենք ինչ են ասում, դատախազությունը ասում է իբր թե 2025 թվականի հունիսի 21-ի այս հայտարարություններ եւս հանդիսացել է սրա համար հիմք, բայց ուրեմն հունիսի 4-ին իրենք այս process-ը արդեն սկսել են, դատախազությունը իր նախաձեռնությամբ այդ հրապարակումը ուղարկել է ոստիկանությունը իբր թե հաղորդում է պատրաստել, ուղարկել քննչականը բարույթը նախաձեռնել է։ Երբ որ հետ են գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Այսինքն, եթե ընդհանրապես հոգևորականության հետ էր կապված ամեն ինչը, այդ օրերին ուղիղ Միքայել Սրբազանի հետ էր կապված։ Եվ ինչպես գիտեք, մեր իրավապահները ասենց արդեն իսկ վատ սովորություն ունեն, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։ Կալանավորումը իրավական չէր, կալանքի միջնորդության բովանդակությունը 0 էր, ընդգծեց փաստաբան Ռոման Ահարոնյանը։ Մեր ճակերտավոր ասած հանցանքը վաղուց բացահայտված է, տեսաձայնագրված է, իր բոլոր դետալներով, ամեն ինչով վաղուց տեղադրված է համացանցում, բոլոր լրատվական միջոցներում եւ այլն եւ այլն։ Այսինքն սա այն հանցանքն է, որը կառուցված է խոսքի բովանդակության վրա, որը չի պահանջում լրացուցիչ ինչ-որ ջանք, ապացույց, փաստ, որով კი ապացուցենք որևէ դետալ եւ այլն, որ puzzle-ը հավաքենք։ Քանի որ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում որևէ տեղ հեղաշրջում բառը չկա, մենք քննիչին դատախազին հարցնում ենք, ասում ենք, լավ, դուք ինչ եք հասկանում հեղաշրջում ասելով, որովհետև իրանք հատկապես շեշտադրումը դրել էին հեղաշրջում բառի վրա, մենք ինչ եք հասկանում։ Որևէ պատասխան չեղավ։ Մենք բացատրական բառարանից ներկայացրեցինք, որ հեղաշրջում մի քանի տեղ նշում է արմատական փոփոխություն, ու հեղափոխություն որոշ առումով եւ այլն։ Հիմա ասում ենք սրանից ի՞նչն է դուք դիտարկում որպես իշխանություն զավթելու ուղղված կոչ։ 0 արձագանք, միանշանակ եմ ասում, որևէ կերպ մեկնաբանություն չկա։ Այսինքն այս առումով նորից հեղաշրջում բառը որևէ կերպ չեն կարող իրենք տեղավորել այս հանցավոր տրամաբանության մեջ։ Թեպետ Միքայել arczepiskopos-ը բազմիցս փորձել էր մարդկանց համոզել, որ չխոչընդոտեն եւ որոշել էր ինքնակամ գնալ քննչական կոմիտե, քննչականում փորձ է արվել խոչընդոտելու մասին գործ հարուցել։ Սրբազանը իրականում մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի ներկայանա քննչական կոմիտե։ Այնտեղ գտնվող քաղաքացիները շատ մեծ, ուրեմն այսպես դիմադրություն էին ցույց տալիս, որ իրենց առաջնորդը, հոգևոր առաջնորդը հանկարծ չհայտնվի ապօրինի մեղադրանքի առջև եւ կանգնի դատարանում որպես մեղադրյալ։ Հետևաբար դրանից հետո միջնորդություն տանել ու միջնորդության մեջ նշել, որ թաքնվելու հավանականություն կա, առնվազն անհասկանալի է։ Փաստաբան Արա Զոհրաբյանի կարծիքով թե ներխուժումը Մայրաթոր, թե Միքայել Սրբազանին շինծու մեղադրանք ներկայացնելը եկեղեցուն վարկաբեկելու փորձ է իշխանությունների կողմից։ Հետ են կանգնում, երկու քայլ հետ են գնում եւ ամբողջ գործընթացն ենք նայում, կտեսնենք, որ այս հակաեկեղեցական շարժումը շատ նման է Տուշոնկա օպերացիային։ Եթե ուզում եք տեսնեք, ինքը նույն ծրագիրն է։ Այսինքն
փորձում են անձին թիրախավորեն, բայց ինստիտուտ կապեկեն, դրա հետ կապված որոշակի բարոյական իրավական խնդիրներ ցույց տան եւ այդ ինստիտուտին զրկեն մարդկանց հանրության պաշտպանությունից։ Այս երկու օրվա մեջ շատ հանդիպեցի հարցադրումների, գրառումների, որ ինչ էր ասում վեհափառը կամ ինչու չառաջնորդեց վեհափառը այս համազգային շարժումը կազմակերպելու եւ ինչու չկարողացան անգամ մենք այս դիմադրելով ուրեմն Սրբազանի կալանավորումը բացառել։ Փառք Աստծո, որ այդ ամեն ինչը իրականում տեղի չունեցավ, որտեղ վեհափառն էլ այնքան իմաստություն եւ ողջախոհություն ունի, որ չէր կարող իր հոտը տանել բախման։ Փաստաբանները միաձայն արձանագրեցին երկրի ղեկավարը բացահայտ ուղղորդել է իրավապահ մարմիններին։ Դրա վկայությունը շինծ ու մեղադրանքն է, անհիմն կալանավորումը, դատավորի պահվածքը։ Մենք, այսպես ասեմ, լավ գիտենք, ճիշտ է, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ քրեադատական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում սահմանադրական կարգը ինքն է տապալել։ Ինքը բոլոր 3 իշխանությունները ուզուրպացրել է, վերցրել իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է։ Մենք իհարկե սրա հետ կապված փաստաբաններով նաեւ հանցագործության մասին հաղորդում ենք նախապատրաստելու, դրա շուրջ աշխատում ենք։ Լրագրողների հարցերին ի պատասխան փաստաբան Արա Զոհրաբյանը իրավական գնահատական տվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, բացահայտ ուղղորդումներին եւ նպատակներին։ Մենք օրինակ չենք բացառում, որ հաջորդիվ էլի նմանատիպ դեպքեր են լինելու։ Էլ են փորձելու եպիսկոպոսների ձերբակալել, ընդհանուր փորձելու են կաթողիկոսի նկատմամբ մի շարք պրոցեսներ անել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այժմ գտնվում է ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։ Նա կալանավորվել է 2 ամսով։ Հերմինե Հակոբյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Հունիսի 30-ին Գևորգյան հոգևոր ջեմարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ջեմարանի եւ Վազգենյան հոգևոր դպրանոցի 2024-2025 ուսումնական տարվա փակման արարողությունը հանդիսապետությամբ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի։ Մայրաթորի միաբանների ջեմարանի երկարամյա դասախոսների համար երաժշտական հայտագրով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ջեմարանի երգչախումբը Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ։ Ջեմարանը սոսկ կրթօջախ չէ, այն հոգեկերտումի օրան է արդեն 1.5 դար, իր խոսքում նշեց Գևորգյան հոգևոր ջեմարանի եւ Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Շահե Ծայրագույն Վարդապետ Անանյանը։ Հայր Սուրբն անդրադարձավ ուսումնական հաստատության առաքելությանը, սաներին հորդորեց լինել խիզախ ու քաջ, կյանքի գնով պաշտպանել նախնյաց սրբությունները։ Դասախոսներին ուղղված իր խոսքում Հայր Սուրբը հույս հայտնեց, որ նույն սիրով ու գուրգուրանքով կշարունակեն պարուրել ջեմարանը։ Ջեմարանի հանդեպ դասախոսների սերն ու նվիրվածությունը արտահայտեց պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյանը։ Դասավանդման երկարամյա փորձ ունեցող պատմաբանը նշեց, այստեղ սաները ոչ միայն բազմակողմանի կրթություն են ստանում, այլև ազգային ինքնագիտակցություն կերտում եւ իրենց դասախոսների համար մեծ պատիվ է այդ գործընթացի մասնակիցը լինել։ Երրորդ լսարանում առաջին պատվավոր տեղը Յուրաքանչյուր լսարանից 3 ուսանող առաջադիմության համար խրախուսական նվերներ ստացավ։ Տղաներին գրքերը հանձնելուց հետո Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը ներկաներին փոխանցեց հայրապետի օրհնությունը, սերն ու շնորհավորանքը։ Հայոց հայրապետը տիրոջից մտքի ու հոգու պայծառություն է հայցում ամենքիդ համար եւ որպես խիզախ ու աներեր քաջ զինվորներ հորդորում ամուր մնալ հոգեվորականի վեհ գիտակցության մեջ։ Ջեմարանը նորարարությունների, նոր գիտելիքների օջախ է եւ այստեղ այդ գիտելիքներ ստանալը անշուշտ կարեւոր են։ Մյուս կողմից սակայն ջեմարանը ավանդական կառույց է, այսինքն այստեղ ամեն մի փոքրիկ ավանդույթ, ամեն մի փոքրիկ սովորություն կարեւոր է, որովհետեւ դա կերտում է ուսանողի մեջ պատկանելության զգացում, որ ինքը պատկանում է 150-ամյա այս հաստատությանը, որովհետև գիտի եւ պահում է եւ հետևում է այն ավանդույթներին, այն գիտակցությանը, որը եղել է այստեղ 150 տարի շարունակ։ Շատ կարեւոր է սա եւ ամավերջյան հանդեսները հիմնականում հենց այս նպատակն են հետապնդում, այսինքն ուսանողներին փոխանցել, տալ այն գիտակցումը, որ իրենք ավարտեցին եւ իրենք կրելու են այդ գիտակցումը, այդ պատասխանատվությունը ավանդական այս հաստատության պատկանելու բարձր եւ նվիրական զգացումը։
11 սարկավակ ավարտեց ջեմարանը, իսկ առաջինից 5-րդ լսարանում շուրջ 90 սան է ուսանում։ Ընդունելությունը շարունակվելու է մինչև օգոստոսի վերջ։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից 5-6 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Չքնաղ գյուղը։ Հունիսի 29-ին տոնական պատարագ մատուցվեց գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Նշվում էր Սրբավայրի ոցման 21-րդ տարեդարձը։ Այս առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Ստեփանոս նախավկայի մասունքը։ Մարդիկ հաղորդակցվեցին սրբությունից բխող զորությանը։ Պատարագիչը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մուշե Քահանա Վահանյանն էր։ Իր քարոզում Տեր հայրը խոսեց Միքայել եւ Բագրատ arczepiskoposների ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին եւ հրավիրեց հավատացյալներին աղոթել նրանց համար, քանի որ ապօրինաբար են կալանավորվել։ Չքնաղի Սուրբ Ստեփանոս խոնարհված եկեղեցին կառուցել են 19-րդ դարավերջին Արևմտյան Հայաստանից գաղթած հայերը։ 2000-ական թվականներին այն նորոգելու մտադրությամբ տարածքում ուսումնասիրություններ են կատարվել եւ բացահայտվել է 4-րդ դար թվագրվող եկեղեցի։ Հնագիտական արժեք ներկայացնող հինավուրց այդ աղոթատունը չվնասելու համար ի վերջո որոշվել է հարակից տարածքում կառուցել նոր եկեղեցի, որը դարձյալ Սուրբ Ստեփանոսի անունով են կնքել։ Գյուղը ուներ եկեղեցի, խոնարհված էր եւ պիտի վերականգնվեր, եւ քանի որ հիմքերը 4-րդ դարը էր, որոշվեց, որ այդ հիմքերը կմնան մեզ համար որպես պատմություն, որպեսզի այդ 4-րդ դարի խորքերից ինքը իր օրհնությունները միշտ փոխանցի մեզ, եւ կողքը հենց իր տարածքում կառուցվեց նոր եկեղեցի, դարձյալ Սուրբ Ստեփանոս անվանումով։ Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփանոսը, որը կառուցվել է Հովսեփյան ընտանիքի բարերարությամբ, օծվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Այս ընթացքում հարյուրավոր երեխաներ են այստեղ մկրտվել։ Ծառայել է եկեղեցին մեր ժողովրդին եւ ժողովուրդը եկեղեցուն։ Երբ որ եկեղեցին կառուցվեց, արդեն մենք տեղում մասնակցեցինք պսակադրության հարսանիքին։ Ամեն ինչին արդեն մեր մոտ տեղում եղավ մեր եկեղեցում։ Ապարան չգնացինք, դրանից լավ բան։ Պատարագի ժամանակ Շապի քաղաքին խորանում սպասավորող Հովանես Ավետիսյանը նույնպես Չքնաղի բնակիչ է, սովորում է, սպորտով է զբաղվում, կիրակնորյա պատարագներին սպասավորում է եկեղեցում, ինչպես ինքն է ասում, հոգևոր լիցքեր է ստանում։ Ես սովորում եմ Ճարտարապետաշինարարական քոլեջի կադաստր բաժնում, կադաստր եւ գեոդեզիա, իսկ Շապիկ հագնում եմ երկար տարիներ արդեն Չքնաղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում եւ յուրաքանչյուր պատարագի ներկա եմ գտնվում ու իմ փոքր մասը ունենում եմ այս պատարագում։ Տեր Մուշե Քահանա Վահանյանը պատարագի ընթացքում ներկաներին ուղղված իր քարոզում կարևորեց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, խոսեց այն փորձությունների մասին, որոնց միջով անցնում է առ այսօր։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ առաջիկա շաբաթ մեր հավատո հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի նախընթաց շաբաթապահքի օրերին հունիսի 30-ից հուլիսի 4-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում եւ թեմական առաջնորդանիստ եկեղեցիներում երեկոյան ժամը 18:30-ին կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ գերիալների ազատության, նեղյալների մխիթարության եւ հայրենի երկրի խաղաղության համար։ Թող Աստված ունկնդիր լինի մեր աղոթքներին եւ Տիրոջ Սուրբ աջը հովանի լինի համայն աշխարհին, մեր հայրենիքին եւ մեր ողջ ժողովրդին։ Ամեն, ասվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ։